Հարգելի հայրենակիցներ, բարի լույս բոլորիդ, օրը բարի չէր սակայն Նիկոլ Փաշինյանի համար, ով կրկին դիմեց ստերի մանիպուլյացիաների հնարքին, առավոտ շուտ մեզ նվիրելով իր հերթական հեքիաթը առայն, թե երեք նախկին նախագահները կամ լավ չեն բանակցել, կամ հորինել են այդ բանակցային բովանդակությունը, կամ էլ հանցավոր իր բառերն եմ ասում անգործություն են ցուցաբերել։ Իրականում Նիկոլը նախագահներին մեղադրում է նրանում, ինչում ամբողջ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է եւ դա պատմական փաստ է։ Դա եւ օտարշահերին ծառայելն է, եւ հանցավոր անգործությունը, իսկ երբեմն գործունեությունը եւ մանիպուլյացիաների գծիկը։ Հիշեցնեմ, որ 2011 թվականի կազանյան փաստաթուղթը, որը բանակցված էր Սերժ Սարգսյանի կողմից եւ Հայաստանը պատրաստ էր այն ստորագրել, հենց Նիկոլ Փաշինյանն է համարել լավագույն բանակցված փաթեթը, լավագույն բանակցված տարբերակը, արդեն որպես ոչ բարով վարչապետ ազգային ժողովի ամբիոնից։ Ինչ վերաբերում է, որ հարցը ձգձգվում էր դե լուծեիք, ապա օրինակ բերեմ ձեզ, օրինակ Իսրայելի այսօրվա վարչապետը կարա ասի 80 տարի հարցը չեք լուծել Պաղեստինի, ես հանձնվում եմ, կամ Կիպրոսի ժողովուրդը կարա ասի, որ 52 տարի է այդ հարցը չի լուծվել, մենք հանձնվում ենք։ Նախագահները լուծում էին այդ հարցը, ուժեղացնելով բանակը եւ Հայաստանի դիրքերը ամրացնելով բանակցային սեղանին, այն ինչ քանդեց հետո Նիկոլ Փաշինյանը։ Չխաբվեք Նիկոլի ստերին, լավ շաբաթ բոլորիս։